Երեք կառավարության շենքի առջև բողոքի ակցիային անցկացնում Ռուսաստանի Դաշնություն Բեռներ տեղափոխող վարորդները։ Երբ ինչու է առաջացել այս խնդիրը։ Ձեր տաղավարում եւս բազում անգամներ խոսել եմ այդ մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ին, երբ ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության 115-րդ ֆեդերալ օրենքում փոփոխությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրացիների գտնվելու ժամկետի վերաբերյալ, ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար ժամկետը կրճատվեց 2 անգամ, տարվա ընթացքում դառնալով գումարային 90 օր։ Նախկինում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր կարող էին մնալ, հունվարի 1-ից սկսած օրացուցային տարվա ընթացքում կարող են գումարային 90 օր մնալ։ Ձեր ասածը միգրանտին է վերաբերում։ Իմ ասածը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին, որոնք գալիս են ոչ վիզային ռեժիմի երկրներից։ Եվ երբ ես խոսում էի սրա մասին, ինձ ասում էին, որ դա չի կարող վերաբերվել բեռնափոխադրողներին, բայց երբ որ հարցում ուղարկեցինք Ռուսաստանի Դաշնություն, մեզ պատասխանեցին, որ դա վերաբերվում է եւ բեռներփոխադրողներին, եւ ուղևորափոխադրողներին, եւ օդաչուներին, եւ բորտ ուղեկցողներին, եւ գնացքավարներին, այսինքն անխտիր բոլորին, չկա որևէ ներողություն, մարդը իր աշխատանքային պարտավորությունն է իրականացնում։ Նա ինչպես կարող է հայտնվել այդ։ Մեր ամբողջ խնդիրն էլ հենց դրանում է եւ այս հարցը ես ինչու էի անընդհատ բարձրացնում, որ չի կարելի միգրացիոն օրենսդրության շրջանակում դիտարկել այս խմբին եւս առնվազն գոնե մեր քաղաքացիների համար, որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիների, որոնք տնտեսական Եվրասիական տնտեսական միության անդամ երկրից են բեռներ փոխադրում, այսպիսի փոփոխությունը չպետք է վերաբերվի, բայց ցավոք այն վերաբերվում է եւ այսօր արդեն մենք ունենք այն իրավիճակը, որ բեռնափոխադրող վարորդներին ոստիկանությունը մեքենան կանգնեցնում է, փաստաթղթերը ստուգում, անձնագրի կնիքների գնալ գալով ինչ է տեղափոխում։ Բացարձակ որևէ նշանակություն չունի։ Այդ կնիքներով հաշվարկում են եւ եթե 90 օրը գերազանցում է, արտաքսում մուտք է արգելք այս պահի դրությամբ իմ ունեցած տվյալներով 1 հոգու 3 տարով, մնացած բոլորը 20-ից ավել դիմում ունեմ, դրանք 5 տարով են մուտքի արգելքը դրել եւ շուրջ 80 քաղաքացու տվյալներ ունեմ, որոնք հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, ում բանկային հաշիվները սառեցվել են եւ նրանք հաջորդ փուլը նրանց, եթե գնան գան, որովհետեւ սահմանապահը չի արգելում մուտքը մինչև այն պահը, երբ որ կդրվի մուտքի արգելք։ Մեկ ամյա ցիկլին է վերաբերում։ 1 տարվա, այո։ Հիմա եթե վերահսկվող անձանց ռեեստրում գտնվողները նորից չգնան, սպասեն մինչև 26 թվականի հունվարի 1, իրենք կարող են շարունակել գնալ, բայց նրանց ում արդեն դրվել է մուտքի արգելքը, եթե այս հարցը չլուծվի, նրանք 3 տարի, 5 տարի չեն կարողանալու մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ բոլոր երկրներին։ Այո, բացի Բելարուսից։ Բայց եւ ղազախները ունեն այս խնդիրը, եւ ղրղիզներն ունեն, եւ մենք ունենք այս խնդիրը, եւ ղազախական կողմը ինչ որ միջանկյալ լուծման է եկել, հիմա իրենց վարորդներին թույլ են տալիս գնալ գալու, բայց մինչ այդ նույնիսկ միգրացիոն բանտ էին տարել, այսինքն օտարերկրացիների պահման վայր էին տարել, կենտրոններ, սպեցպրիոմնիկներ եւ իրեն բանակցություններ վարեցին, ոչ միայն վարորդներին բաց թողեցին, ես որքան գիտեմ նաև այս սանկցիան իրենց վրայից վերցրել են, բայց օրենքում փոփոխություն չեն մտցրել, այստեղ խնդիրը եւ ոչ մի երաշխիք չկա, որ 1 ամիս հետո նորից սա չի կրկնվի, այսինքն այս միջանկյալ որոշումը անշուշտ լավ է, ես հույս ունեմ, որ մեր վարորդների համար էլ կկիրառվի, բայց պետք է հասնել նրան, որ գոնե օրենքում բացառությունները նշեն, այսինքն Իսկ ով է զբաղվելու դրանով, կառավարությունները, թե անպայման կառավարությունները, միջխորհրդարանական հանձնաժողովները, ԵԱՏՄ հանձնաժողովը, մեր պետությունից ԵԱՏՄ հանձնաժողովում ներկայացված ներկայացուցիչները պետք է շատ ակտիվ աշխատել, այստեղ սա միայն փորձագետների խոսելով չի լուծվում, ավելին ասեմ, փորձագետների խոսելով չի լուծվում, որովհետև եթե լուծվեր, ես 1 տարի խոսում եմ այս խնդրի մասին, խնդիրը արդեն լուծված կլիներ։ Այստեղ աշխատանք է պետք տանել, լուրջ աշխատանք է պետք տանել, եւ ես հույս ունեմ, որ եթե այդ աշխատանքը տարվի, առնվազն գոնե օրենքի այդ կետում բացառություններ կնշվեն։ Իսկ ունեք տեղեկություն տարվում է, այո։ Սպայկայի խնդիրը այս թեմային առնչվում է։
ես Սպայկայի խնդրին ծանոթ չեմ, ճիշտն ասած։ Սպայկայի բեռնատարները կանգնած են, ինչքան ժամանակ է Ռուսաստանում, արգելանքի տակ են, չեն թողնում։ Եթե էլի 90 օրն են գերազանցել վարորդները, վերաբերվում է, անկեղծ հատուկ Սպայկային ուշադրություն չեմ դարձրել, բայց ընդհանրապես բեռնափոխադրողները Սպայկայից ինձ դիմող չի եղել եւ այն կազմակերպությունները եւ լոգիստիկ կազմակերպությունները բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպությունները անհատ վարորդները, որոնք իրենց մեքենաներով են այդ ծառայությունը մատուցում, բեռնափոխադրումներ իրականացնում, ովքեր որ դիմել են, բոլորի փաստաթղթերը, որոնք ես նայել եմ, բոլորը անխտիր 90-օրյա ժամկետը գերազանցելու պատճառով են հայտնվել։ Այսինքն, եթե զուտ տրամաբանական եզրահանգում անենք, ռուսական միգրացիոն ծառայությունը միգրացիոն խստացումը կիրառում է այն մարդկանց վրա, որոնք միգրանտ չեն համարվում։ Այո, ներքին գործերի նախարարությունը, որովհետև ոստիկանին, գիտեք, փետրվարի 5-ից ոստիկանները իրավունք ունեն առանց դատարանի որոշման վարչական խախտում իրականացրած օտարերկրացուն առանց դատարանի որոշման արտաքսելու, whistle կանելու, սկզբում անձը հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում, որից հետո ոստիկանությունը իրավունք ունի նրան whistle կանել։ Հիմա իրենց այդ իրավունքից օգտվում են ՌԴ ոստիկանները, այս պարագայում օգտվում են ճանապարհային ոստիկանները, ոչ թե միգրացիոն։ Իրենք ստուգում են փաստաթղթերը, հաշվում են եւ այն փաստաթղթերը, որոնք ուղարկել են ինձ վարորդները, այնտեղ հստակ նշված է, օրինակ ժամկետը 90 օրը լրացել է հունիսին, ենթադրենք, հունիսից հետո հաշվել են, քանի անգամ է գնացել եկել եւ գումարային օրերը ենթադրենք կազմել են, չգիտեմ, 138 օր, 146 օր, 97 օր, այսինքն գումարել են իրար այդ օրերը, ինչքան է ավել գնացել, մնացել Ռուսաստանի Դաշնության տարածքում եւ համապատասխանաբար դրել են մուտքի արգելք, բայց աբսուրդը կանում է նրանում, որ անձանց 90 օրից հանում են նաև, երբ որ անձին գալիս հասնում են սահմանակետ եւ հարկադիր ստիպված հերթերի մեջ մնում են ու ցավոք լինում են դեպքեր, ամեն դեպքում եղել են եւ շարունակում են լինել, որ իրենք մնում են 10, 15, նույնիսկ 20 օր։ Այսինքն իրենց կամքից անկախ դա հաշվում են 90 օրից հանում են այդ օրերի քանակը։ Եթե անգամ լարսում, կարևորը չի որտեղ կանգնած են, լարսում կանգնած են եւ քանի օր կանգնել են, այդ օրերը հանում են իրենց հասանելիք 90-օրյա ժամկետից ու նշանակում է, որ շատ արագ սպառվում են այդ օրերը։ Կարող է մի 4-5 ուղևորության ընթացքում մի քանի անգամ հերթերի մեջ հայտնվեն եւ այդ 90 օրը սպառեն, ուրեմն նշանակում է իրենք այս տարվա ընթացքում այլևս չպետք է գնան, բեռնափոխադրող կազմակերպությունը կամ պետք է այդ վարորդներին աշխատանքից ազատի, ուրիշ վարորդներ ընդունի, որոնք գնան եւս 90 օր, այսինքն սա Եթե վարորդը փոխվում է, խնդիրը վերանում է։ Դե մեքենայի վրա չեն դնում, վարորդի վրա են դնում արգելքը։ Տեսեք ինչն է նաև տարօրինակ, եթե նոր իմ մտքով անցավ, եթե խնդրով զբաղվում է ճանապարհային ոստիկանությունը, վախենամ կոռուպցիայի նոր դուռ է բացում։ Արդեն, տեսնում եք, ինչ հետաքրքիր է ստացվում։ Բայց մեկ ուրիշ ավելի կարևոր հարց կա։ Հայաստանից բեռներ գնում են Ռուսաստան, Ռուսաստանից էլ բեռներ գալիս են Հայաստան, չէ՞, այսինքն երկու երկրների անմիջապես տնտեսական շահեր են շոշափվում։ Ռուսաստանը թքած ունի իր շահի վրա։ Ստացվում է այդպես, որովհետև այդ բեռնափոխադրումները որքան պետք են Հայաստանին, նույնքան էլ, եթե ոչ ավելի, պետք են Ռուսաստանին։ Եվ այնպես չի, որ այդ բեռներ տանող բերողների մեջ Ռուսաստանից եկող վարորդները ավելի շատ են կամ հավասար են։ Հիմնականում հայ վարորդներն են բեռները եւ տանում եւ բեռները այնտեղից բերում։ Ուստի այս խնդիրը, որը մեզ համար գնալով դառնում է լուրջ խնդիր, որը ոչ միայն մեզ համար, ընդհանրապես բոլոր բեռնափոխադրումներ իրականացնող ցամաքով երթևեկող բեռնափոխադրող վարորդների համար Ռուսաստան մտնող տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից, սա լրջագույն խնդիր է դարձել, բայց միևնույն ժամանակ դա շատ ուղիղ անդրադառնում է նաև Ռուսաստանի Դաշնության տնտեսության վրա, բայց միևնույն է ուժայինները պնդում են, որ իրենք անվտանգության հարց են լուծում եւ շարունակում են խստացնել միգրացիոն օրենսդրությունը։ Պարզապես ես ուզում եմ հասկանալ, որ
միգրացիոն օրենսդրության խստացումը պետք է ազդի միգրանտների վրա։ Ես հասկանում եմ, որ իրենք երբ որ ասում են օտարերկրացի, նկատի ունեն բոլոր օտարերկրացիներին, բայց չի կարելի տնտեսությանը նման հարված հասցնել, այդ թվում նաև իրենց տնտեսությանը։ Ուղղակի այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, ինչ այս պահին տեղի է ունենում։ Ռուսական տնտեսությունը, չէ՞։ Միանշանակ, եւ նույնիսկ այս տրամաբանությունից ելնելով Ռուսաստանի սահմանապահները երկար ժամանակ մեր վարորդներին, որովհետեւ երբ որ ես եթերից ասում էի, որ 90 օրը լրանալուց հետո խնդիր է լինելու, վարորդներին ասում էին, որ այդ հոդվածը ձեզ չի վերաբերվում։ Ես միշտ ասում եմ, որ դա առողջ տրամաբանության շրջանակում են իրենք ենթադրել, որ այդ օրենքը բեռնափոխադրողներին չպետք է վերաբերվի։ Եվ հետաքրքիր է, որ Ռուսաստանի նախագահի 1126 հրամանագիրը, սրա մասին էլի ձեր եթերներից խոսել ենք, որ թույլատրում էր անձինք, որոնք մինչև սեպտեմբերի 10-ը ունեն որևէ վարչական խախտում, առանց ՌԴ տարածքը լքելու կարողանան շտկել փաստաթղթերը եւ շարունակեն արդեն որպես օրինական միգրանտներ գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Եվ մինչև սեպտեմբերի 10 որևէ մեկը չի անհանգստացրել, այդ թվում նաեւ վարորդներին։ Ու սա հնարավորություն է տվել եւ սահմանապահն էլ հավաստիացրել է, որ այդ օրենքը ձեզ չի վերաբերվում։ Եվ սրա արդյունքում վարորդները հիմա կուտակել են իրենց 90 օրից ավելի 100 եւ ավելի օրեր, ինչի արդյունքում հիմա ոստիկանությունը պարզապես հաշվարկում է այդ օրերը եւ մուտքի արգելք է դնում բեռնափոխադրող վարորդներին։ Ու ոչ ոք հաշվի չի առնում իր կամքից անկախ է այդ մարտը այդ օրերը։ Ոչինչ հաշվի չի առնվում։ Դու երկար մնացել ես Լարսում սահմանապահի մեղքով, մաքսակետի աշխատողի մեղքով, թե ինչ որ այլ պատճառով, եթե նույնիսկ ունես տեղեկանք, որ քո մեքենան փչացել էր, չգիտեմ, շարժիչը փչացել էր եւ դու ստիպված ես եղել 15 օր վարպետի մոտ, որը քեզ տալիս է լիցենզավորված հաստատություն է, որը քեզ տալիս է փաստաթուղթ, թե դու ինչու ես մնացել։ Միևնույն է, որևէ բան հաշվի չի առնվում։ Այնուամենայնիվ այդ օրերը հաշվարկվում են եւ 90 օրից հանվում են։ Դասեք, ասեք, զբոսաշրջիկը բախվում է այսպես։ Եթե զբոսաշրջիկը 90 օրից ավել մնա, նա անշուշտ կբախվի այս խնդրին։ Եթե գնա գա Ռուսաստանի Դաշնության տարածք եւ 90 օրը գերազանցի այնտեղ գտնվելու, ինքը նույնպես կբախվի, այսինքն որևէ կատեգորիայի համար բացառություն չկա։ Բայց իրենք ենթադրում են, որ զբոսաշրջիկները հաստատ 90 օրից ավել չեն մնում, ավելի քիչ են մնում։ Այստեղ սա ազդում է իմ նշած կատեգորիայի բեռնափոխադրողներ, ուղևորափոխադրողներ եւ այլն, եւ այն անձանց վրա, ովքեր որպես միգրանտի կամ ՌԴ քաղաքացու ընտանիքի անդամ են մեկնում եւ օրինակ ծնողները եթե տարվա ընթացքում 2 անգամ 3 ամսով օրինակ ձմռանը եւ ամռանը գնում էին իրենց երեխաների մոտ, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Նրանց համար էր ժամկետը կրճատվել, որովհետեւ այցի նպատակը աշխատանքը չէ։ Սա այս կարգավորումը աշխատելու նպատակով մեկնողներին չէր վերաբերվում, ուսանողներին չէր վերաբերվում, մնացած բոլորին վերաբերվում է, բոլոր կատեգորիաներին։ Ես հիշում եմ, մենք այն ինչ հիմա պետք է ասեմ, միջո օրենքի ուժի մեջ մտնելը մենք խոսեցինք եւ արեցինք որոշակի ենթադրություններ։ Հիմա Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում աշխատանքային միգրանտների ռեգիստրացիայի նոր համակարգը արդեն ներդրվել է։ Ինչ ռիսկեր են առաջացել։ Ուրեմն սեպտեմբերի 1-ից ամինա բջջային հավելվածի միջոցով Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում աշխատանքի նպատակով մեկնող աշխատանքային միգրանտները պարտավոր են իրենց միգրացիոն հաշվառումը անել։ Սկզբում ասեմ process-ը ինչպես է լինում, հետո ասեմ ինչ խնդիրներ են առաջացել։ Միգրանտը երբ մուտք է գործում Ռուսաստանի Դաշնության, այս պահին Մոսկվա կամ Մոսկվայի մարզի որևէ քաղաք։ Մոսկվան պիլոտային է համարվում։ Այո, Մոսկվա եւ Մոսկվայի մարզը պիլոտային ծրագիրը հիմա այդտեղ իրականացնում են։ Սահմանին հիմա վերցնում են մատնահետ, կել չեն սպասում հետո։ Հենց ուղիղ սահմանին միգրացիոն քարտը լրացնելու ընթացքում վերցնում են մատնահետ եւ լուսանկարումը իրականացնում են, այսինքն առաջին կենսաչափական տվյալը վերցնում են, իդենտիֆիկացիան անցնում են։ Հաջորդը, անձը պետք է ունենա իր անունով, իր անձնագրային տվյալներով եւ իր մատնահետքով հաստատված հեռախոսային քարտ,
գնում է բջջային օպերատորի մոտ, բջջային քարտ է գնում, ռուսական քարտ պետք է գնի, որը ամրակցվում է այն հեռախոսին, որտեղ տեղադրվում է այդ քարտը։ Չի կարելի հանել այդ քարտը այդ հեռախոսից, իրենք իրար հետ իդենտիֆիկացվում են։ Եվ իդենտիֆիկացվում են տվյալ անձի հետ, որովհետև այդ քարտի վրա պետք է կցված լինի տվյալ անձի բանկային քարտ եւ այլն, գոսուսլուգ է ամեն ինչ։ Հաջորդ քայլը պետք է գնա Սախարովի ուրեմն բազմաֆունկցիոնալ կենտրոն Վարշավսկի պողոտայի վրա, շասեի վրա գտնվող։ Ուրեմն այնտեղ պետք է անցնի բուժզննում եւ արդյունքում ստանա միգրանտի կարմիր քարտը։ Հեռախոսի մեջ ինքը ներբեռնում է այդ ամինա հավելվածը, առայժմ այն աշխատում է միայն Android հեռախոսների վրա, iPhone-ների վրա դեռևս չի աշխատում։ Ամինան ներբեռնում է հեռախոսի մեջ եւ երբ որ կստանա կարմիր քարտի հակառակ կողմում կա QR կոդ։ Ամինայի QR կոդի միջոցով ամինա համակարգը ինքը ակտիվացնում է եւ այդ համակարգի միջոցով իրականացնում է իր միգրացիոն հաշվառումը, իր իրական բնակության հասցեում, այն տանը, որտեղ ինքը բնակվում է իրականում։ Բայց խնդիր է առաջանում նրանում, որ ինչպես Yandex Taxi, այնպես էլ Ամինայի այդ քարտեզը, եթե դու հասցեն գրում ես, ցավոք լինում են դեպքեր, երբ բերում է ոչ թե այն ուղիղ տունը, այլ բերում է օրինակ դիմացի շենքը։ Եվ պետք է բացել մատով, բացել քարտեզը, տեղում նշել։ Մենք արդեն դեպքեր ունենք, երբ անձինք այդպես չեն այլ ուղղակի հասցեն են ներբեռնել, կողքի շենքում է տվել իրենց հասցեն կամ դիմացի փողոցում եւ արդյունքում իրենք մուտքի արգելքի տակ են հայտնվել, որովհետեւ այդ համակարգով ոստիկանությունը, այո, չիմանալ խնդրի մասին, ոստիկանությունը անընդհատ հսկում է, թե դու իրապես գտնվում ես այն հասցեում եւ պարզում է, որ այդ հասցեում չի գտնվում, դիմացի շենքում է բնակվում տվյալ անձը։ Ու այստեղից գալիս է, որ դուք հայտնվել եք ռեստրում, երբ գնում է հասկանալու, ինչու պարզվում է, որ բարձաբանումներ չի օգնի։ Չի օգնում։ Այսինքն ես ամեն անգամ զգուշացնում եմ, ասում եմ, երբ որ ամինայով փորձում եք ձեր միգրացիոն հաշվառում անել, բացեք այդ քարտեզը եւ հստակ նշեք այն տեղը, որտեղ դուք բնակվում եք։ Ինչու է արվում։ Միգրանտին պարբերաբար գալիս է ծանուցում եւ նրան գեոլոկացիայով հսկում են իրապես ինքը բնակվում է իր իրական այն հասցեում, որտեղ հաշվառված է, թե ոչ, որովհետեւ ՌԴ օրենսդրության համաձայն, եթե անձը չի բնակվում այն հասցեում, որտեղ հաշվառված է, դա համարվում է լրջագույն խախտում, նաև քրեորեն պատժելի արարք է դա եւ կարող է մինչեւ 1 տարի ազատազրկվել անձը։ Այսինքն այլևս այդ նախկին տարբերակ այլտեղ հաշվառվել, այլտեղ բնակվել չի գործում, պետք է հստակ առնվազն Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում այդ գրանցումը հստակ լինի։ Հիմա եթե անձին պարբերաբար գալիս է ծանուցում ու ինքը չի արձագանքում այդ ծանուցումներին, դա կարող է ենթադրություն լինել, որ անձը հեռախոսը թողել է այդտեղ, իսկ ինքը գտնվում է այլ վայրում։ Սա էլ է հիմք, որպեսզի անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։ Ուստի երբ որ մարդիկ ասում են, դե կտանեմ այնտեղ, որտեղ հաշվառված եմ, հեռախոսը կթողնեմ, այնքան էլ միամիտ չեն այդ ծրագիրը գրողները։ Իրենք պետք է տեսնեն, որ դուք շարժվում եք, այդ հեռախոսը ձեզ հետ գնում է ինչ-որ տեղ, այսինքն իրենք ձեր ամենօրյա այդ շարժմանը հետևում են եւ պարբերաբար ուղարկում են վստահանալու, որ ձեր հեռախոսը չեք թողել որևէ տեղ, այն միշտ ձեզ մոտ է եւ դուք պետք է արձագանքեք։ 3 օր չարձագանքելը բերում է վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելուն եւ մուտքի արգելքի, այսինքն մուտքի արգելք չէ, արտաքսում վիսելկա ոստիկանության որոշումով։ Ոստի պետք է բավականին զգույշ լինել այս հարցում։ Բայց ընտանիքի անդամների համար շարունակում է մնալ նախկին թղթային տարբերակով հաշվառում իրականացնելը։ Այսինքն, եթե ընտանիքում կա եւ աշխատանքային միգրանտ, եւ ընտանիքի անդամներին էլ է տարել, աշխատանքային միգրանտը ամինայով է անում հաշվառումը, ընտանիքի անդամների թղթային տարբերակով։ Մյուս խնդիրը, որ հիմա առաջանում է, այն է, որ ամինան չի գործում ուրեմն հոստելների, հյուրանոցների եւ հանրակացարաններում բնակվող միգրանտների համար եւ նրանք եւս պետք է թղթային տարբերակով անեն։ Պարզապես հիմա կան ուրեմն այնպիսի գործատուներ, որոնք տարածքներ ունեն, որտեղ աշխատում են միգրանտները, ունեն վայրեր, որտեղ բնակվում են, բայց այդ վայրերը որպես հանրակացարան, հոսթել կամ հյուրանոց գրանցված չեն։ Ու այստեղ էլ է խնդիր ծագում։ Այսինքն իրենք չգիտեն։ Ծագում է ոչ թե գործատու, այլ միգրանտի։ Խնդիրը գործատուին տուգանք, բայց միգրանտին մուտքի արգելք։ Այսինքն երկուսի համար էլ խնդիր է ծագում,
բայց միգրանտը ամենաշատ տուժողն է, որովհետև Հարգելի կարճ կասեք, այս խստացումները բերել են Ռուսաստան հոսքի կամ արտահոսքի փոփոխություն։ անշուշտ մենք արդեն ունենք նվազում եւ տենդենսը նկատվում է ՌԴ մեկնողների թվի նվազում մենք ունենք, որտեղ միգրացիոն օրենսդրության խստացման արդյունքում ընդամենը վերջերս սեպտեմբերի 1-ի դրությամբ մուտքի արգելք ունեցողների թիվը 18000-ը գերազանցում է, որ արդեն այդ թիվը այս տարվա համար դա լուրջ թիվ է, մենք արդեն 18000-ի մասին ենք խոսում։